Ամունդի գլոբալ ներդրումային համաժողովի 20-րդ կանգառը Հայաստանում է։ Շուրջ 150 գաղափարական առաջնորդների և ոլորտի փորձագետների տարածաշրջանում ամունդի միակ ներկայացուցիչ Ամունդի Ագբան ներկայացրել է համաշխարհային ֆինանսական շուկաներում սպասվող փոփոխությունները և արդյունքում ձևավորվող նոր ներդրումային հնարավորությունները։ Արդեն 4-րդ անգամ Ամունդի Outlook-ը համախմբում է ֆինանսական համակարգի և տնտեսության իրական հատվածի առաջնորդներին, ներկայացնելու թե տեղական, թե համաշխարհային մակրոտնտեսական միտումներն ու ֆինանսական ակտիվների ներդրումային ուղղությունները։ Եվ սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող միջոցառում է, քանի որ ինչպես խոստացել էինք 4 տարի առաջ, առաջին համաժողովի շրջանակում մեր նպատակն է Երևանը տեղավորել համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա։ Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը այս քաղաքականության մի մասն է, ուղղված Հայաստանի ֆինանսական շուկայի արժևորմանը։ Համաշխարհային տնտեսություն, տեխնոլոգիական առաջընթաց, ներդրումային հնարավորություններ, գնաճային ռիսկեր համաժողովին քննարկված հիմնական հարցերն են։ Ամունդի ռազմավարական ներդրումային տեսլականը և 2026 թվականի ֆինանսական շուկաների հիմնական միտումները ներկայացրել է Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրեն Վինսենտ Մորտիեն։ Սա կարևոր միջոցառում է, որի մեկնարկը տրվում է ամեն տարի նոյեմբերի կեսին և ավարտվում փետրվարին։ Հայաստանն այս տարվա վերջին կանգառն է Ամունդի տարեկան հեռանկարները ներկայացնելու համար։ Ամունդի թիմերը համատեղ աշխատում են ձևավորելու ներդրումների հիմնական ուղղությունները մի բարդ աշխարհում, որտեղ միաժամանակ շատ գործընթացներ են տեղի ունենում։ Անհրաժեշտ է ունենալ հստակ ձևակերպված համոզմունքներ, որոնք կարող ենք ներկայացնել մեր հաճախորդներին Ամունդի 35 երկրում գործող ներկայացուցչությունների միջոցով։ Համաժողովի մասնակիցներին այնուհետև ներկայացվել են աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական զարգացումները և դրանց ազդեցությունը գլոբալ, այդ թվում հայաստանյան շուկաների վրա։ Քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որը անդրադարձել է տեղական շուկայի զարգացումներին և հնարավորություններին։ Հայաստանը մեզ համար չափազանց հետաքրքիր երկիր է, շատ ամուր են հայ-ֆրանսիական բարեկամական կապերը։ Զարգանում է բավականին արագ, իսկ կենսաթոշակային ֆոնդերը հատկապես կարևոր են ապագան ապահովելու համար։ Ամունդի Ագբայի գլխավոր ներդրումային տնօրեն Հրայր Ասլանյանը և Ամունդի Ֆրանսիայի պատվիրակված ներդրումային լուծումների ղեկավար Ֆրեդերիկ Պասկալը ներկայացրել են տարբեր ակտիվների դասերի, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային հեռանկարները։ Արդեն 12 տարի է, ինչ Ամունդին սկսել է գործունեությունը Հայաստանում, կառավարելով կուտակային կենսաթոշակային ֆոնդեր։